Ընտրություններից հետո Ռուսաստանի պաշտոնական խոսույթը գնալով մեղմանում է, այսօր պաշտոնական Մոսկվան մի քանի անգամ անդրադարձել է Հայաստանին ու Փաշինյանին, լիահույս են, որ Հայաստանը կընտրի ոչ թե Եվրոպան, այլ ՀԱՊԿ-ը, այս մասին անգամ Պուտինն է ակնարկել, բայց խիստ հավասարակշիռ տոնով եւ հարգանքով։ Պեսկովն էլ հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանի համար զգալիորեն ավելի ձեռնտու է եւ հույս է հայտնել, որ այս խաչմերուկից Հայաստանը կթեքվի դեպի ՀԱՊԿ, որի գործող նախագահն էլ հայտարարել է, որ արևմտյան երկրների ռազմաքաղաքական քայլերը բարեկամական չեն եւ կհանգեցնեն տարածաշրջանում հետագա սրացմանը։ Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին կշնորհավորի հունիսի 26-ից հետո, երբ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի ընդդիմության կողմից ընտրության արդյունքները վիճարկող հարցի շուրջ։ Փորձագետները կանխատեսում են, որ ընտրության արդյունքը անվավեր չի ճանաչվի, Պուտինին կմնա միայն շնորհավորել գործընկերոջը։ Դրա համար հիմա Մոսկվան հող է նախապատրաստում։ Արուշ Արուշանյանը կշարունակի ղեկավարել Գորիսը եւ չի ազատազրկվի, այսպիսի վտանգ կար, քանի որ դատարան համապատասխան միջնորդություն էր ներկայացվել, սակայն այդ միջնորդությունը դատարանը մերժել է։ Նախկին ամուսնուց ազգանուն եւ կլորիկ գումար ստացած Նատալիա Ռոտենբերգը վերջին ամուսնու կողմից հնարավոր է ենթարկվում է բռնության, այդպիսի լուր տարածվեց այսօր։ Խփում է, ուրեմն սիրում է արտահայտության հետ, Նատալիան ակնհայտ համաձայն չէ, ըստ լուրերի նա ոստիկանություն է դիմել։ Ամուսինը Տիգրան Արզականցյանը եւ անգամ ոստիկանությունը լուրը դեռ չեն մեկնաբանել։ Եվ կարկուտից պետք է զգուշանալ նաև հիմա, հատկապես մարզերում տեղումները ողջ երկրում կշարունակվեն, օդի ջերմաստիճանը շարունակում է իջնել, իսկ գեղամա գեղեցկուհին շարունակում է ավելի գեղեցկանալ այս ամենի ֆոնին։ Պաշտոնական 50 սանտիմետրից հետո ջրի մակարդակը հիմա ավելի բարձր է, դեռ թվեր չկան։